Պարոն Գրիգորյան, այսօր կոնֆերանս է եւ քննարկվում է Հայաստանի էներգետիկ խնդիրները, հարցերը, ընդամենը 3 ֆոն դեր Լայնը Երևանում էր եւ խոստանում էր, որ գազի մատակարարման հարցում Հայաստանը եթե խնդիրներ ունենա, իրենք պատրաստ են օգնել, այնպես ինչպես օգնել են Մոլդովային եւ Ուկրաինային։ Ինչ է սա նշանակում եւ ինչ է թաքնված Եվրամիության խոստումների տակ։ Գիտեք, ճիշտն ասեմ, ձեր բերած օրինակը խոստումների, շատ է նմանվում մի իհարկե աննամատելի դժվար է, բայց երբ որ տղամարդը որոշում է կնոջը խաբել եւ տիրանալ նրան որոշակի ժամանակով կամ օգտագործել նրան, ես տղամարդը չասեմ, արում, ինքը շատ բան է խոսք տալի, ամեն ինչ փաստացի։ Դրա մասին հենց վկայում է այն փաստը, որ այսօր հայկական գյուղատնտեսական որոշ անվանումների մթերքներ ներընտրվում Եվրոպական միության տարածքա, գոնե ես լինելով 20 տարուց ավել աշխատած այն ոլորտում, որը եւ փաստացի մասնակցելով շատ մեղմասած մասնակցելով բոլոր օրենսդրական փոփոխություններին, բոլոր ծրագրերին, ուղղված նրան, որպեսզի հայկական գյուղատնտեսական հումքը եւ մթերքը կարողանան արտահանել Եվրամիություն։ Գոնե իմ համար պարզ է, որ սա կրում է ձևական ցուցադրական բնույթ եւ սա թակարդ է, որում նույնիսկ այս թակարդի մեջ, այսպես ասենք, պանիրը դրված պանիրը անվճար չէ, սա բերելու է շատ վատ հետևանքների, արդեն իսկ մենք կարող ենք ասել, որ գյուղատնտեսությունը Հայաստանում գրեթե վերացած է եւ գտնվում է կոմայի մեջ, Այս վերջի հույսը, գիտեք, օրգանիզմը երբ որ մահանում է, լինում է նման երևույթ, որ երբ որ հիվանդության ժամանակ օրգանիզմը արդեն իսկ վերջի պահն է մոտենում, որոշակի կլինիկական լավացում է նկատվում։ Որոշակի ժամանակ, շատ կարճ ժամանակ, բուժարուն ասում է, որ լավ է զգում, ամեն ինչ բուժվել է, ամեն ինչ անցել է, ամեն ինչ շատ լավ է, իր ինքնավստահությունը շատ լավ է, ու դրանից հետո միանգամից վատ թարացում է գնում եւ կենսաբանական մահն է վրա գալի, ես համեմատականներ անցկացնելով նույն իրավիճակը այսօր մեր երկրում է ցավոք, եւ երբ որ խոսքը գնում է մասնավորապես Ուրսուլա ֆոն դեր Լայնի նման գործիչների, ինձ թվում է բոլորը հիշում են տխրահարճակ կովիդի պատմությունը, սկանդալները նրա անվան հետ կապված, ինձ թվում է, որ մարդիկ պետք է որոշակի տրամաբանոր գոնե տրամաբանեն, թե ում հետ նրանք գործում են։ Ինչ վերաբերում է էներգետիկ անվտանգությանը, այն ինչ որ այսօր քննարկվում էր, ես ճիշտն ասած որոշ ելույթներ մեր ռուս գործընկերների լսեցի, ասում է ամեն ինչ բացի իրական, ասում է այն ինչը սովորական մարդիկ գիտեն։ Նրանք տեղեկացված են, որ Ռուսաստանի Դաշնությունը այսօր մատակարարում է գազ մասնավորապես ներքին գներով, մատակարարում է այդ գազը ներքին գներով Հայաստանի Հանրապետությանը, դրանում ոչ մի գաղտնիք չկա եւ այն, որ Ռուսաստանը եթե դադարեցնի այդ մատակարարումը, դա կբերի կատաստրոֆիկ հետևանքների Հայաստանի տնտեսության եւ կյանքի որակի համար, դա էլ է փաստ։ Իսկ որն է իրականությունը։ Իրականությունը այն է, որ գիտեք, ես ասել եմ, քանի անգամ առաքինեցել եմ ձեզ հարցազրույց տալուց ասելու դա եւ մի անգամ եւս ցանկանում եմ շեշտել, որ մարդը մի քիչ հղի չի լինում
այսինքն դուք չեք կարող հանձնել ամբողջ տարածաշրջանը թշնամու խմբաճույքին եւ փորձել այնտեղ պահպանել ձեր էներգետիկ դոմինանտ դերը։ Նման բաներ չի լինում։ Ցավոք մեր ռուս գործընկերները մի փոքր կամ չեն ցանկանում դրա մասին խոսել, կամ հաճելի չի դրա մասին խոսել, կամ ես շատ եմ նկատել, որ նրանք շատ մեծ դժգոհությամբ են լսում ցանկացած քննադատություն Ռուսաստանի Դաշնության ներկայիս ղեկավարության գործունեության, քաղաքական գործունեության, մասնավորապես Արցախի եւ մեր հանրապետության վերաբերյալ ես այսօր լսեցի, որ նրանք ասում էին, որ թուրքերը հավակնում են փոխարինել Ռուսաստանին այդ էներգետիկ ոլորտում եւ նրանք համառորեն համարում են, որ նման բան հնարավոր չէ։ Միգուցե տեխնիկապես դա նրանք ճիշտ են տնտեսապես, բայց եկեք չմոռանանք, որ պետությունը դա մենակ տնտեսությունը չէ։ Եկեք չմոռանանք, որ ընդամենը 6-7 տարի առաջ հնարավոր չէր նույնիսկ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ կհանձնվի Արցախը, որ կպաղծվի հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը, որ կպաղծվի մեր նահատակված տղաների, մեր հերոս տղաների հիշատակը։ Շատ բաներ չեն կարող պատկերացնել եւ կրկին պետք է շեշտեմ, որ այն 2016 թվականից խորը համոզմամբ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության մասնավորապես նախագահի աշխատակազմում տեղի ունեցավ մի փոքր մինի հեղաշրջում, որի արդյունքում իշխանության եկան այսպես կոչված տեխնոկրատները, իսկ տեխնոկրատները իշխանության Ռուսաստանի Դաշնության պես գերհզոր կայսրությունում դա նշանակում է կանգնել ինքնաոչնչացման ճանապարհին, որովհետև եկեք չմոռանանք, որ պատմականորեն Ռուսիան եղել է ռազմիկների երկիր, ոչ թե վաճառականների, Եվ մենք տեսնում ենք դրա հետևանքները թե արտաքին քաղաքականության մեջ, թե ներքին քաղաքականության մեջ, կրկին պետք է վկայակոչեմ 2014 թվականի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի հարցազրույցը Դարիա Դարիալովի Կոմսոմոլսկա Պրավդա, եթե չեմ սխալվում, որում նա ես հիշում եմ տեսաձայնագրությունից նա շատ զարմացած եւ նույնիսկ բարկացած արձագանքում էր, թե ինչպես եք դուք կարծում, ինչպես է դա հնարավոր, որպեսզի ռուսական զորքը Ուկրաինայի տված կամ ինչպես եք դուք կարող պատկերացնել պատերազմ ռուսների եւ ուկրաինացիների միջեւ, Այսօր մենք տենում ենք ցավոք պետք է ասեմ, որ նույն իրավիճակն է այսօր էներգետիկայի ոլորտում։ Թեև մեր ռուս գործընկերները փորձում են բերել շատ տարբեր զանազան հիմնավորումներ եւ նրանք ճիշտ են տնտեսապես, նրանք ճիշտ են, բարձրապես նրանք կամ չեն ցանկանում խոսել կամ բաց են թողում մի շատ կարևոր ասպեկտ, որ աշխարհակայով որ լուծվում են աշխարհակաղակական հարցեր, էներգետիկան արդեն, էներգետիկան, լոջիստիկան, դրանք գնում են արդեն երկրորդական դեր են խաղում, երբ որ դու կորցնում ես քո փաստացի կորցնում ես քո ամբողջ ազդեցությունը երկրում։ Իսկ դա մենք այսօր տեսնում ենք, որ
փաստացի այսօր Ռուսաստանի Դաշնությունը, որքան էլ որքան էլ չասեն, որ ազդեցիկ է եւ այլն, փաստացի Ռուսաստանի Դաշնությունը կորցրել է իր ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Պարոն Գրիգորյան, ռուս փորձագետներն ասում են Հայաստանը թմկարում է, որ ինքը սուվերեն անկախ պետություն է, հետեւապես բոլոր քայլերի հետևանքները կրում է հայ ժողովուրդը։ Սա հայ ժողովրդի որոշումն է։ Ինչ պետք է անեն ռուսները, որ չեն անում։ Գիտեք, սա քաղաքական պատասխան չէ, սա ընդամենը խույս տալու փորձ է։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Ռուսաստանի պես կայսրությունը նման արտահայտություններ անելու կամ իրավունք չունի, կամ եթե նա անում է նման արտահայտություններ, օրինակ մենք չենք խառնվում ներքին գործերի մեջ, կամ մենք ինչ ենք մեղավոր հայ ժողովուրդը սովորել, դա խոսում է ընդամենը թուլության մասին։ Դա ռուսները լավ խոսք ունեն, սохранить хорошую мину при плохой игре։ Այսինքն նրանք շատ լավ հասկանում են, որ նրանք տանուլ են տվել արտաքին քաղաքականությունը հայկական ուղղությամբ, եւ հիմա ասել, որ գիտեք, մենք ինչ գործ ունենք, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է որոշում եւ այլն, նման բաները ուղղակի հարիզ չեն։ Եթե դու հավակնում ես լինել կայսրություն, եթե դու հավակնում ես դու միջուկային գերտերություն ես, ինչը նշանակում մենք չենք խառնում։ Նախր գիտեք դա արդեն ծիծաղալի։ Այլ բան է, որ մարդիկ չեն ցանկանում գիտակցել կամ գիտակցում են, չեն ցանկանում խոսել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության հատկացրած ֆինանսական օգնությունը Հայաստանի Հանրապետությանը գերազանցում է այն ֆինանսական օգնությունը, որը հատկացրել է նույն ԵՄ-ն, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց տեղի ունեցել խայտառակ մի բան, ըստ ամենայն այդ նոմարները փոշիացել են։ Ես ենթադրում եմ, որովհետև այլ կերպ բացատրել այս տիպի ջախջախիչ պարտությունը քաղաքական, արտաքին քաղաքականության ուղղության վրա ուրիշ ձև բացատրել չի կարելի, որում մենք բոլորս գիտենք, որ փորձեր արվում էին, գումարներ հատկացվում էին, որպեսզի տարվի աշխատանք, որպեսզի թույլ չտան արտաքին ներգործություն հայկական ուղեղի վրա, հայկական երիտասարդության վրա, որպեսզի չդարձնեն նրանց ռուսատիրած, ինչը մենք այսօր համատարած հետևում ենք։ Անգլիկան, բայց չեն խառնվում, արդեն իսկ մեղադրում են հիբրիդային պատերազմ մղելու, Հայաստանի վրա ճնշում գործադրելու մեջ։ Պատկերացրեք, որ խառնվեին ինչ էր լինելու։ Գիտեք, ուրեմն լինել կայսրություն, դա իր մեջ ենթադրում է մի շարք բաներ։ Կրկին ասում եմ, դուք չեք, մարդը չի լինում մի քիչ հղի։ Եթե դուք վախենում եք, թե ինչ կասեն, դուք արդեն կայսրություն չեք։ Կամ պետություններ, որոնք առևանգում են այլ պետությունների նախագահների եւ կներեք թքած ունեն, թե դուք ինչ կասեք։ Ուրեմն մի փորձեք, կամ եթե դուք կայսրություն եք, դրսևորեք կայսրությանը վայր քաղաքականություն եւ հսկեք ձեր դաշնակիցների, ինչ է տեղի ունենում ձեր դաշնակիցների պետության տարածքում, որովհետև դուք շատ լավ գիտեք, որ Հայաստանը, Հայքը եւ Ռուսիան դա երկու անոթներ են, փոխկապակցված անոթներ են։ Նրանք փոխկապակցված են թե հոգեպես, թե մշակութորեն, թե իրենց սուրբ հավատքով, հա։ Եվ ասել, որ մենք չենք խառնվում, թույլ տալ, որպեսզի այսպիսի 30 տարի այսպիսի գրող կատարվի Հայաստանի Հանրապետության ներքին գրող, հա, դուք տեսեք Ուկրաինայի նման հզոր պետությանը, որը ԽՍՀՄ ամենահարուստ ՌՍՖՍＲ կոչվածից հետո ամենաուժեղ պետությունն էր, թե ռազմական տեսակետից, թե իր հարստությունով, հա, մի մոռացեք, որ նաև միջուկային զենք ուներ այդ հանրապետությունը ԽՍՀՄ ժամանակ։ Տեսեք, ու ընդ որում ԴՆԹ-ի մակարդակով դա նույն ժողովուրդն է, սլավոնական ժողովուրդն է։ Եթե կարողացեն 40 միլիոնանոց հարուստ պետությունը
վերածել ողերին թշնամու, եղբայրական պատերազմ է հայքի պես փոքր բլոկադայի մեջ գտնվող պատերազմը անցած, երկրաշարժը անցած, արունական հանրապետությունում ոնց կարող է դա տեղի չունենալ, այն էլ ինչ որ մնացել է այսօր, դա շնորհիվ այն մարդկանց, ով ստացել է ճիշտ դասիրակություն, ճիշտ արժեհամակարգում, դեռ աշխատում է պահպանել։ Ես նորից եմ կրկնում, ես հայքի եւ Ռուսիայի միջև, հայ ժողովրդի եւ ռուս ժողովրդի միջև կապի լավ խոսք կա, բեզալտերնատիվնեստ ռուսերեն։ Դրա կողմնակից եմ։ Մենք Ռուսաստանը մեր դաշնակիցը պետք է լինի եւ մենք պետք է լինենք Ռուսաստանի դաշնակիցը։ Դա անհերքվա է, դա չի քննարկվում, ընդ որում քաղաքական եւ առաջի հերթին քաղաքական ու ռազմական ոլորտներում, երկրորդ հերթին նոր տնտեսական։ Բայց ես ամենևին էլ չեմ կարող ողջունել ներկայիս քաղաքականությունը, որը վարում է Ռուսաստանը։ Ներկայիս քաղաքականությունը, որը ավելի շատ, եթե դիտեք այդ քաղաքականությունը, կարծես թե Ադրբեջանն է Ռուսաստանի դաշնակիցը, այլ ոչ թե մենք։ Եվ դա ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, բայց փաստացի դա այդպես է, որքան էլ նրանք չփորձեն ժխտել դա։ Թե ինչ է դրա հիմքում ընկած, թե ինչու է դա այդպես, դա այլ հարց է։ Բայց ես պետք է ասեմ, որ նման միջոցառումները իրենց բնույթով չեն կարող փոխել եւ որևիցե մի բան այսօր։ Այսօր մեր երկրի տարածքում տեղի ունենում զորավարժություն ՆԱՏՕ-ի երկրների հետ։ Դա նշանակում է, որ այլևս ռուսական 102 բազայի ներկայությունը ընդհանրապես ֆիկտիվ բնույթ է կրում։ Եվ ես ակնկալում եմ եւ սպասում եմ, որ շատ շուտով կսկսեն այլանդագործողություններ ուղղված մեր ռուս զինվորականների, ով գտնվում է այդ բազայի տարածքում, կսկսվեն տարբեր միտինգներ, չգիտեմ, բողոքի ակցիաներ եւ այլն, չեմ բացառում նաեւ կլինեն սադրիչ գործողություններ, ինչպիսին եղան 15 թվականին, հիշում եք Ավետիսյանների ընտանիքի սպանդը, ինչպիսին դրանից հետո այն տարեց կնոջը, որ հավաքարար երևի, եթե չեմ սխալվում, կամ փողոցում ինչ-որ մաքրություն էր անում, այդ կնոջ սպանությունը, բայց բոլորը մի քաղաքականության, մի շղթայի տարբեր մասեր են։ Եվ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները պետք է ուղղակի առաջի հերթին արտաքին քաղաքականության գերատեսչությունը, որը ես իմ խորին համոզում թե Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիան եւ թե այդ արտաքին գործերի նախարարությունը իմ խորին համոզմամբ նրանք չեն վարում պրոռուսական քաղաքականություն, իսկ դրա հետևանքները շատ տխուր են լինելու մեր համար։ Եվ այդ բոլոր խոսքերը մենք ինչ գործ ունենք, մենք ինչ կապ ունենք, դա ընդհանրապես փորձ է խույս տալ, փորձ է սեփական անկարողությունը, ապիկարությունը պարզապես գցել հայ ժողովրդի խաբված արունական դավաճանված հայ ժողովրդի գրպանը, ինչպես արեց այս հայրենադավ կառավարությունը, որը հանձնելով Արցախը դա գցեց Ռուսաստանի Դաշնության գրպանը։ Բայց եկեք համաձայնվեք, որ եթե լիներ քաղաքական որոշում Ռուսաստանի Դաշնությունում, եկեք համաձայնվեք, որ որոշ քայլեր արվեին, մենք չէինք փորձում Արցախը, այսպես։ Պարոն Գրիգորյան, Արցախին անդրադարձակ, Արցախի հետ կապված ինչ պիտի անեին ռուսները, որ չարեցին, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ուղղակի հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է։ Հասկանում եք, այդ հայտարարությունները
դեր նշված էակը ախր ինքը ոչ ոք, ինքը ոչինչություն աշխարհաքաղաքական մասշտաբով, երբ որ մենք խոսում ենք այնպիսի ծանրաքաշ երկրների մասին, ինչպիսին է Ռուսաստանի Դաշնությունը, դա ուղղակի շատ նաիվ բան է ասել, ինքը ասեց դրա համար, ինքը կարար եւ չասել, ինքը կարար եւ այնտեղ չլիներ։ Սա քաղաքական ցանկության հարց է, ընդ որում ես ձեզ ասեմ, որ ռուս զինվորականները, ռուս մարդիկ, ռուս ժողովուրդը, ռուս զինվորականները նրանք շատ լավ հասկանում էին ինչ է տեղ ունենում, նրանք դեմ էին։ Ռուսաստանում կան զինվորականներ ու կան մի ամբողջ քաղաքական խավ, որը շատ լավ հասկանում է, թե ինչ է տեղի ունենում, եւ նա դեմ էր Հայաստանի եւ մասնավորապես Արցախի հետ այսպիսի քաղաքականություն Արցախի վերաբերյալ եւ հայքի վերաբերյալ նման քաղաքականությանը, նրանք շատ դեմ էին, նրանք ընդդիմանում էին, ռուս զինվորականները, ռուս ամեն ինչ փորձում էին անել, որպեսզի կանխեն, որպեսզի խառնվեն, որպեսզի միջամտեն։ Եվ ես դա ասում եմ ոչ թե միայն ասելու համար, իրոք այդպես էլ եղել է։ Պարզապես ցավոք անվտանգության խորհրդի նիստում ըստ ամենայնի սպիտակ հանրավարտիքներով մարդիկ հաղթանակ տարան զինվորական համազգեստի ուղղությամբ եւ դրա հետևանքները մենք այսօր տենում ենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի մեջ պատերազմում, Ես կրկին ցանկանում եմ շեշտել, որ հայ ժողովուրդը իմանա Ռուսաստանը դա 30-ից ավել ժողովուրդներ են։ Մեր եղբայրական ժողովուրդը դա ռուս ժողովուրդն է։ Ոչ էվենք, ոչ չեչեն, ոչ չգիտեմ, ռուս ժողովուրդը, ուղղափառ ռուս եկեղեցին է, մեր եկեղեցու կրտսեր քույրը։ Մենք հայ ու ռուս ժողովուրդներն են կապված իրար հետ, ոչ թե թաթարների, էվենքների, չեչենների, Կարաչաևա-Չերկեսների, ինչի շատ եմ իմանում դե։ Մենք դա պետք է հաշվի առնենք, մենք պետք է հասկանանք, որ ալտերնատիվ չկա մեր դաշնակցի հարաբերություններին, եղբայրական հարաբերություններին ալտերնատիվ չկա, այսօր հենց ռուս ժողովուրդն է ինքը շատ վատ վիճակում գտնվում, այդ սպիտակ անրավարտիկներովների հաղթանակի պատճառով, մենք տենում ենք ինչ է կատարվում, ինչ անթույլատրելի որոշումներ են ընդունվում, հենց ռուս-ուկրաինական պատերազմում, երբ որ ռուսական բանակը հասել մտել էր արդեն Կիև եւ նրան հետ քաշեցին 2022 թվականի մասին է խոսքը, պատերազմը ավարտված է, դուք կարող եք պատկերացնել մի իրավիճակ, որում Ժուկովը կմտներ Բերլին եւ Ստալինը իրանք ասեր հետ քաշվի հետ արի, եթե դուք պայքարում եք նացիզմի դեմ, ասում եմ Մակրոնը զանգեց, ասեց այդպես չի կարելի, զենքի տակ կապիտուլյացիա ստորագրել, հասկանում եք, հանցագործություն է դա տեղի ունեցել, որից հետո 100,000-ավոր ռուս տղաներ իրենց կյանքը զոհեցին։ Ես չեմ ուզում շատ խորանալ դրա մեջ, դա ռուս ժողովուրդը ինձ թվում է իր խոսքը կասի շատ մոտ ապագայում, բայց այնտեղ էլ իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Հիմա մենք հայտնվել ենք այն վիճակում, որում հայտնվել ենք եւ ես կրկին պետք է շեշտեմ, հարգելու նրանց։ Միակ ելքը, ես ասել եմ դա 2020 թվականին, 2021 թվականին եւ հետագա տարիներին, ոչ ոք մեզ չի օգնել։ Մեզ օգնելու է մեր Տեր եւ Աստված Հիսուս Քրիստոսը եւ մենք ինքներս։ Եվ հայքում այսօր այլ ճանապարհ, այս ընտրություն բան, ես դուք գիտեք, որ ես դեմ եմ, ես համարում եմ սա ֆարս եւ այդպես էլ կա։ Եթե մեր ժողովուրդը ուզում է ապրել, չի ցանկանում վերանալ, պանդուխ դառնալ եւ լուծվել թուրք-թաթարական էլեմենտների հետ դառնալ անհասկանալի ինչ-որ էթնիկ միավորում, նա պետք է ոտքի կայնի։ Ով կկանգնի կասի քաղաքական մարդիկ կլուծեն հարցը, դավաճան է։
Պարոն Գրիգորյան, բոլոր նրանք, ով այսօր մտածում են մանդատների մասին, դա կոլաբորանտներ են։ Դա մարդիկ են, ով թքած ունի հայրենիքի ապագայի վրա, այն մարդիկ են, ով մտածում են սեփական շահի մասին ընդհանրապես։ Դա այն մարդիկ են, որ ուրացել են ամեն ինչ։ Մեր ժողովուրդը խափնվեց երկրորդ անգամ եւ այսպես կոչված ընդդիմության սուտը դա ավելի վատ սուտ է, քան հայրենադավերինը, որովհետև նրանք գողացան վերջի հույսը, բայց մեր ժողովուրդը չպետք է դա վերջինը համարի։ Քրիստոնյայի հույսը միշտ մեր Տեր եւ Աստված Հիսուս Քրիստոսն է։ Այս երկրում ընտրություններով իշխանություն չի, ասել եմ եւ ասում եմ։ Ես ձեր հետ հարցազրույցներում բազմիցս ասել եմ, չէ՞, որ բոլոր տեսակի խաղաղ իշխանափոխությունները դա պայմանավորվածության արդյունք են լինելու։ Եթե ցանկանում եք իրական իշխանափոխություն, բոլոր նրանք, ով ասում է անցնցում, ուղղակի խաչ դրել են մարդկանց։ Մենք գործ ունենք էակների հետ, որոնք ռուսի ասած խաղում են վաբանկ։ Իրանք գիտեն, որ կամ իրենց իշխանությունը հավասարազոր է իրենց կյանքի։ Եվ նրանց կարող է հաղթել միմիայն, նրանք կարող են հաղթել, ով եւս կգնա վաբանկ, ով չի մտածի սեփական բարեկեցության, սեփական դիզացի ու սեփական անվտանգության մասին, ով իր կյանքը կդնի զոհասեղանին հանուն ժողովրդի, հանուն հայրենիքի, ինչպես դա արեց Կարեն Սերոպի-Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը։ Նրանք փաստացի իրենց կյանքը զոհաբերեցին կանխելու այս իրավիճակը։ Դա գալիս է 99 թվականից։ Նրանք զոհվեցին կանխելու այս իրավիճակը։ Նրանք դեմ էին այս սցենարին։ Հասկանում եք։ Եվ այսօր բոլոր այն այսպես կոչված քաղաքական ուժեր, իսկ իմ համար քաղաքական, որոնց ես համարում եմ քաղաքական ավանտյուրիստներ եւ թափթփունքներ, ընչաքաղց, մանդատատենչ։ Նրանք բոլորը մտածում են սեփական շահի մասին։ Իսկ մեր թալանված, արունական, զավակները որդեկորի ժողովուրդը կրկին մնալու է խափնված եւ եթե նրանք ցանկանում են, ասել եմ ու կրկնում եմ, միակ մարդիկ, ով կարող է այս երկրում իրավիճակ փոխել, դա զինվորականներն են, այն սպաները, ով դեռ մնացել է սպայի պատվով է կրում սպայի ուսադիրները եւ կամավորականները այսքան։ 3-4 անգամ կարա նույն ժողովուրդը խափվի։ Գուցե սա է իրենց կայացած որոշումը, որը ոտքի կանգնեց եւ գնաց ընտրության ու բերեց այս արդյունքը։ Գիտեք, ինչպես ասում էին մեր Միքայել Սերբազանը, կարծես թե գենի մեջ կա դա այդ արծաթասիրությունը, այդ ոգրամոլությունը, այդ քաղկենիությունը կա, չեմ կարող ասել, որ չկա։ Բայց գիտեք, չի կարելի նույն փոცხի վրա, գիտեք, այս ընտրություններից հետո ես մի անգամ ասեցի, մարդիկ որպես կատակ ընդունեցին, ասեցի արդեն պետք է զինանշանի վրա պետք է փոცხ լինել այս հանրապետության։ Որքան կլինի նույն փոცხի վրա կանգնել։ Դուք շատ լավ իմանալով, որ ընտրություններով, երբ է ընտրություններով Հայաստանում իշխանություն փոխվել, կարող եք ինձ ասել։ Նոր անկախ Հայաստանում երբ է ընտրություններով իշխանություն փոխվել։ Ու այսքանից հետո կրկին գնալ ընտրության, այսքանից հետո ընդդիմության, այսպես կոչված ճակերտավոր ընդդիմությանը չի կարող աջակցել մի մարդ, որը կախված չէ այդ ընդդիմությունից։ Անաչառ մարդը չի կարող աջակցել։ Հայրենիքը սիրող մարդը չի կարող նրանց աջակցել։ Դա կոլաբորանտներ են։ Նրանք կոլաբորանտներ են, որոնք մտածում են ընդհանրապես իրենց բարեկեցության, իրենց ապագայի, իրենց անձնական, ոչ թե հանրապետության։ Հիշում եմ, մեկը ասում էր, պարոն Գրիգորյան, թողեք քաղաքական մարդիկ թող հարցը լուծել, տեսակ ոնց են լուծում։ Եվ գործարար Սամվել Կարապետյանը քաղաքական մարդ էր, որը պիտի փրկեր։ Գիտեք, ես իրան չեմ դիտարկում որպես քաղաքական մարդ, ես իրան դիտարկում եմ որպես ՀՀԿ-ի կցորդ այդ ուժը, որը ինքնուրույն որոշումներ ընդունելու ոչ իրավունք ունի, ոչ էլ ունի։ Նրանք ընդհանրապես կատարում են այն, ինչ որ իրենց կասեն։ Այդքան։ Մեր ժողովուրդը կրկին հեռատես չգտնվավ եւ ինչպես լուսահոգի հայրս էր ասում, մի փոքր առիթ երբ որ ունեն սխալվել, երբեք բաց չթողնում այդ առիթը։ Մեր ժողովուրդը կրկին սխալվավ, բայց ասել եմ ու ելի մնում եմ նույն կարծիքի
օկուպացված երկրում ընտրություններ չեն անցկացնում։ Կարող եք պատկերացնել, որպեսզի ասենք Բելարուսը ֆաշիստական զորքերով օկուպացված ընտրություններ անցկացնեն եւ բելարուսները ընտրեն, որ ասենք ֆաշիստները պետք է լքեն տարածքը ու ֆաշիստները թողնեին ու գնային, զենքերը հանեին, դիրքերը որ կահավորվան թողնեին։ Նիկոլ Փաշինյանն ասաց դեմ եք այս արդյունքներին, դուրս եկեք հեղափոխություն արեք։ Չեղավ, չեկան դուրս։ Գիտեք ինչու։ Որովհետև 8 տարի է այս ընդդիմությունը լկտիաբար, նենգաբար խափում է հայ ժողովրդին։ Եվ այդ ընթացքում փորձում է դասավորել իր իսկ ապագա, իր եւ իր երեխաներին։ Ուրիշ ոչինչ։ Իսկ մեր ժողովուրդը գնում է ոչ թե նրանց հետևից, ով իր համար իր կյանքն է զոհաբել, այլ նրանց հետևից, ով փող ունի։ Առանց մտածելու, որ այդ փողը, այդ նույն փողը, այդ որ լացում եք, գոռում եք, բղավում եք, թալանեցին մեզ, ախր այդ թալանած փողն է, հասկանում եք։ Մեր ժողովուրդը չի ինքը իրանով շատ վատ մի հատ բնավորություն ունի։ Ինքը կոռուպցիան եւ թալանը չի դատապարտում որպես երևույթ, որ չի կարելի թալանել պետությունը։ Ինքը ահավոր նեղվում է, որ ինքը չէ այդ թալանով, երբ որ ինքն է դառնում այդ թալանով, ինքը ցանկացած հիմնավորում կգտնի։ Այնա մենք ունենք Գեգամ Նազարյան մեծամասնություն, հասկանում եք։ Գեգամ Նազարյանը այս ընդդիմության իրական դեմքը, չփողարկված դեմքը, հա, որքան է դե անդուր չհնչի, բայց իրենք բոլորը հոգու խորքում Գեգամ Նազարյանն են։ Եվ մենք դա պետք է հասկանանք։ Այսքանից հետո խոսել մանդատի մասին, խոսել ընտրությունների մասին, խոսել սահմանադրական դատարանի մասին։ Հիշում եք, մի խեղկատակ կար, որ սերտիֆիկատով Արցախ էր գնում։ Մի այլ խեղկատակի ասում էր ավելի լավ է փողոցում կայնեն, քան սեղրամատներ։ Հիմա մեկին մեղադրում են պետական դավաճանության մեջ, մյուսին չգիտեմ ինչի մեջ։ Կաշառքի։ Հասկանում եք, դա է կեղտոտ խաղերի մեջ մտնելու հիմքը։ Դա է կեղտոտ խաղերի մեջ մտնելու հիմքը։ Որովհետև այս ռեժիմը իմ նման մարդկանց, Արմեն Գրիգորյանի նման մարդկանց իրանք կվերացնեն։ Ուղղակի կվերացնեն, նրանց համար դա խնդիր չի։ Որ րոպեին զգան, որ մենք վտանգ ենք իրանց համար, ռեալ վտանգ ենք ներկայացնում։ Բայց այդ տիպի խեղկատակների, այս տիպի ընդդիմությունը դա Աստծո նվերն է։ Նրանց համար դրանից մեծ նվեր չկա, դուք հասկանում եք, երբ որ մարտական գեներալին մի հատ թափթափուկ ասում է հեռու գնա ինձնից, հեռու գնա արա, մարտական գեներալին, հերոս գեներալին, դա մարսվում է հասկանում։ Պարոն Գրիգորյան, երբ որ քննադատում են, ասում են, բա դուք ինչ եք արել, մենք լավ սխալ ենք անում, դուք արեք, ճիշտ արեք, դուք նախաձեռնեք։ Ես մի անգամ դա ասել եմ, մոտ 5 տարի առաջ կրկին ձեզ։ Մենք ինչ որ արել ենք մեր հնարավորությունների սահմաններում, դուք դրա 1/10-ը չէիք կարող անել։ Մենք ինչ որ արել ենք, մենք մեր հոգի ուժով ենք արել։ Դուք այդ հնարավորություններով դաժե նույնիսկ կվախենայիք տնից դուրս գայիք, էլ չեմ ասում ինչ որ մի բան անեիք։ Այնպես որ նման բաները, նման գիտեք ոնց դա թափթփուկի պատասխան է, իսկ դուք ինչ է, իսկ ձեզ ինչի ենք ձայն տվել, որ դուք 5 տարի նստեք պարլամենտում, ծեծ ուտեք ռեժիմով, ընդ որում ծեծ ուտելուն է ձև կա, տղամարդավարի էլ է հնարավոր ծեծ ուտել, բայց այնպես ծեծ ուտել, որ կոնտրողը ասի հալալ ապրեն, լավ, իրանք է ինչ որ պետք էր արեցին, բայց այնպես ոնց որ իրանք են ծեծ ուտել, հասկանալի է, երևի բակային կրթություն եք են ստացել իրենք, բայց ամպագորգոր շատ բարձր բաներից են խոսում, երկիր են փրկում։ Այնտեղ մարդիկ կան, նույնիսկ ասում եմ, սեփական շենքում վերելակը կան չեն, վերելակը չի գոհ։ Էլ ուր մնաց երկիր փրկելու մասին խոսեմ։ Էլ չասեմ, ենսագրությունը, որ նա մեզ ինչ են արել։
ինչ են արել հանրապետության համար, մասնագիտական ոլորտում, հասարակական ոլորտում, ինչ են արել։ Մենք այսօր գտնվում ենք արգելի հրում, ահավոր վիճակում, մենք այսօր կոմայի մեջ ենք, պետություն գոյություն չունի, գոյություն չունեցող օկուպացված պետությունում դիմում են սահմանադրական, որ սահմանադրությունը բոլոր հնարավոր ձևերով բռնաբարված սահմանադրության մեջ, որը այսօր փորձում են արևան պետական նորագոյացության պատվերով փոխել, այսը չստացավ են, կան իմ համար ուղղակի զարմանալի է հասկանում, զարմանալի է այդ մոտեցումը, կամ իրանք առհասարակ մեր ժողովրդին որպես մարտեակ չեն համարում, կամ համարում են մարտեակներ, բայց մանկուրտներ, որոնք բացարձակապես ոչ պատմություն են հիշում, ոչ արժանապատվությունը, ոչինչ, միայն կերակրի, շատ լավ խոսք է, լապը շպրտի դերներ, թող ուտեն ու սսկվեն, տենց չի, Աստված ամեն ինչ տեսնում է, ուղղակի ես նորից եմ կրկնում, միակ ձևը, միակ մարդիկ, ով կարող է այս վիճակից անել, դա մեր զինվորականներն են ու մեր կամավոր ռազմիկները, ուրիշ որևիցե քաղաքական մարդ նման բան անել չի կարող, արդեն փորձը ցույց է տվել, Շնորհակալություն։